Ողջույն, սիրելի աղեղնավորներ, շարունակեմ խոսել ձեր մասին։ Այս պահին աղեղնավորների տանը իրենց սահմանափակված են զգում, ճնշված, ընկճված, ինչու, որովհետև Սատուրնը լրակը ձկների համաստեղության մեջ, դա իրենց 4-րդ տունն է, իսկ 4-րդ տունը դա մեր ընտանիքն է, երջանկության զգացումը մեր տան մեջ, հետևաբար Սատուրնը սահմանափակում է մեզ, ճնշում, դանդաղեցնում մեր բոլոր գործերը, եթե դուք որոշել եք անշարժ գույք ձեռք բերել, մինչև 27 թվականի հունիսի 1-ը չեք կարողանալու, որովհետև Սատուրնը սահմանափակել է։ Եթե դուք մտածում եք, որ տանը ձեզ շատ հանգիստ, կոմֆորտ զգացողություններում եք զգալու, իհարկե ոչ, որովհետև Սատուրնը տալիս է տխրություն, լրջություն, գերպատասխանատվություն եւ նույնիսկ տանը ծանրաբեռնվածություն։ Հունիսի 1-ից բնականաբար, բայց մյուս տարվա հունիսի ներողություն ոչ թե 1-ից, այլ 3-ից այս իրավիճակը կփոխվի, դուք տանը ավելի ձեզ ազատ եւ անկաշկանդ կզգաք, բայց մյուս տարվա հունիսի 3-ից Սատուրնը լրակը, քանի որ մտնում է Խոյի համաստեղություն, ընդհանրապես համաշխարհային մակարդակով բոլորի համար որևէ ոլորտում ինչ-որ ծանր իրադարձություն սպասվում է։ Այնուամենայնիվ առայժմ ենք 26 թվականի ժամանակահատվածում ենք եւ հուսանք, որ 27 թվականին դրական փոփոխություններ կլինեն եւ շատ ծանր ազդեցություն մենք չենք տեսնի։ Ուրեմն Խեցգետնի մեջ, երբ որ Յուպիտերը հայտնվում է հունիսի 1-ից հոկտեմբերի 23-ը, այնուհետև դրական ժամանակաշրջան է սկսվում հոկտեմբերի 31-ից մինչև 27 թվականի հունվարի 24-ը, որովհետև Յուպիտերը մտնում է առյուծի մեջ, իսկ առյուծը դա աղեղնավորների 9-րդ տունն է, հաջողության տարածքը, այնուհետև այդ նույն Յուպիտերը հունվարի 24-ից 27 թվականի մինչև հունիսի 26 հետ է վերադառնում 8-րդ տուն, կրկնելով այն նույն անբարենպաստ վիճակները, որոնք մինչ այս տարի ստեղծում է, այդ իսկ պատճառով այս տարի, երբ հունիսի 1-ից Յուպիտերը մտնի Խեցգետին, պետք է մաքսիմալ ուշադիր լինեք, որպեսզի կիսատ, պրատ, ինչ-որ գործեր, թե ֆինանսական առումով, թե մարդկային հարաբերություններում չունենաք, մանավանդ որ Յուպիտերը ձեր լագնեջն է, այսինքն առաջնորդողն լրակը, որ հետո հետ նահանջի ժամանակ դրա ավելի վատ կրկնությունը չունենաք։ Մնացեք մեզ հետ, ձեզ հետ է Աստղաբան Սոնա Հակոբյանը։